Համացանցը ցնցած տեսանյութը, որտեղ մի խումբ անչափահասներ ծեծի են ենթարկում մեկ այլ անչափահասի, պարզվում է նոր չէ, դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, սակայն տեսանյութը նոր է տարածվել։ Սկզբում դատարանը 5 տղաներից 4-ին կալանավորել էր, մեկին տնային կալանք տալով։ Կալանքի ժամկետը լրանալուց հետո քննիչը փորձել է այն երկարացնել, բայց դատարանը մերժել է։ Արդյունքում դեռահասները ազատ են արձակվել։ Միայն մեկի նկատմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։ Պարզվել է, որ ծեծի մասնակից դեռահասներից մեկը արդիկ քրեկատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Դպրոցի տնօրենը նշել է, որ աշակերտները ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին եւ զղջում են կատարվածի համար։ Տնօրենի խոսքով ծեծի ենթարկող անչափահասները դաստիարակված երեխաներ են։ Այս պահին դեռահասները շարունակում են մնալ ազատության մեջ։ Դատախազությունը հայտնել է, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ուսանողին ծեծի ենթարկվածներին չկալանավորելու որոշման դեմ։ Մայրաթորում վեհափարի նախագահությամբ նախատեսված ժողովը չի կայացել Նիկոլ Փաշինյանի հետ 3 հանդիպած հոգևորականների բացակայության պատճառով։ Մայրաթորն է հայտարարություն տարածել ու անդրադարձել նոյեմբերի 27-ին 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Հիշյալ շարադրանքը ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Արշակ arczepiskopos Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Ակնհայտ է, որ հայտարարության մեջ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են եւ շինծու, սրբազանի անձի թիրախավորումը ու կանխակալ կարծիքների ձևավորումը անթույլատրելի։ Մայրաթորը տեղեկացրել է նաեւ, որ Խաչակ arczepiskopos Պարսամյանը վեհափարին գրություն է փոխանցել, առաջարկելով հարցի արդար քննության իրականացման համար ձևավորել 3 անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է նաեւ քննարկել սրբազանի ծառայության առժամյա կասեցման հարցը, մինչ հանձնաժողովի աշխատանքների ավարտը։ Կիրակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կմասնակցի Սուրբ Պատարագի։ Վաղ առավոտյան Facebook-ում նա տեսանյութ է հրապարակել այդ մասին, միաժամանակ նշելով, որ ժամանակին հենց այս եկեղեցում է մկրտվել։ Ավելի քան 5 ամիս շարունակվող Սամվել Կարապետյանի կալանքը վերածվել է քաղաքական հետապնդման ցուցիչի։ Facebook-յան էջում նման գրառում է արել ազգային բարերարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ու մի քանի արձանագրում արել, մասնավորապես նշելով, որ մեջբերում բռնատիրական մոտեցումների ուղիղ ապացույց է, քաղաքական հետապնդման ուղիղ ապացույց է Սամվել Կարապետյանի 5 ամսից ավելի տևող ապօրինի կալանքը։ Ապացույց է նաև այն, որ մինչ օրս Սամվել Կարապետյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չի կիրառվել։ 53 քննիչներից բաղկացած խումբը տապալել է նախաքննության պատշաճ ջանասիրությունը ընդհանրապես։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Բերդ ճամբարակ ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է։ Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտաբօգնության բժիշկները ավտոմեքենայի մեջ վարորդին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ինչից հետո վարորդը տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել է ականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտպանության նախարարությունից մանրամասնել են, որ նրանք մնացվածքները ստացել են ծառայությունից դուրս ծառայողական պարտականություն չկատարելիս։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Թուրքիայում մասնակցել է զորոյական թափոններ համաշխարհային հանձնաժողովի բացման արարողությանը։ Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը զրուցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Մոլդովայի եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարների հետ։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցել են Անկարայում Կովկասյան արծիվ 2025 համատեղ մարտավարական հատուկ զորավարժություններին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժության նպատակն է ամրապնդել երեք երկրների համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, ինչպես նաեւ բարձրացնել ստորաբաժանումների փոխգործակցության եւ արագ արձագանքման կարողությունները։ Ռուսաստանում հանդիպել են նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Հունգարիան պատրաստ է տրամադրել հարթակ Ուկրաինայի բանակցությունների համար։ Վիկտոր Օրբանն ասել է, որ մտադիր է քննարկել Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության թեման։ Հունգարիան չի ենթարկվել արտաքին ճնշումներին եւ շարունակում է զարգացնել համագործակցությունը Մոսկվայի հետ, նշել է նա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է, որ ինքն ու Օրբանը կարող են անկեղծորեն քննարկել բոլոր հարցերը եւ լուծումներ փնտրել։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպումից հետո Պուտինն ու Օրբանը համատեղ ասուլիս չեն ունենա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ուկրաինայում հակամարտությունն արագ կավարտվի, սակայն միայն այն դեպքում, եթե իրականացվեն հատուկ ռազմական գործողության նպատակները։ Ռուսաստանի առաջնորդը շեշտել է, որ երկրի ռազմավարական շրջադարձը դեպի արևելք եւ հարավ տրամաբանական քայլ է, որը թելադրված է համաշխարհային միտումներով եւ հետեւաբար, եթե պատժամիջոցները վերացվեն, Մոսկվան մեջքը չի թեքի իր նոր գործընկերներին։ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ ծրագրի հիմնական դրույթները Ժնևի բանակցություններից հետո փոխանցվել են Կրեմլին։ Դրանք Մոսկվայում կքննարկվեն հաջորդ շաբաթ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլը չի բացահայտի հակամարտության կարգավորման հնարավոր դրույթների բոլոր մանրամասները։ Ամեն ինչ կքննարկվի, ասել է խոսնակը։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կորոշվի, թե ով պետք է ճանաչի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տարածքային իրողությունները։ Զելենսկին լեգիտիմության խնդիր ունի եւ չի ցանկանում Ուկրաինայում ընտրություններ անցկացնել եւ պահպանել սահմանադրությունը, շեշտել է նա։ Ավելի վաղ ամերիկյան մամուլը քննարկել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրն իրականում ռուսական կողմն է կազմել։ Այս ծրագրի պատճառով Եվրամիությունը կարող է հայտնվել ֆինանսական սև խոռոչում։ Ուկրաինայի վերականգնման արժեքը գրեթե հասել է $600 միլիոն։ Այս պարագայում Կիևը դժվար թե կարողանա արտասահմանյան մասնավոր կապիտալ ներգրավել։ Հետևաբար Ուկրաինայի վերականգնումն առաջին հերթին ընկնելու է անդամ պետությունների վրա։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել է, որ մշտապես կդադարեցնի աշխարհի երրորդ երկրներից ներգաղթը։ Թրամփը քաղաքացիությունից զրկելու է այն ներգաղթյալներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը եւ արտաքսելու է ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքականության հետ։ Այս հայտարարությունը հաջորդել է Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով մահացել է ազգային գվարդիայի անդամ, մյուսը լուրջ վիրավորվել։ Դեպքի համար ԱՄՆ-ի առաջնորդը մեղադրել է նախկին նախագահ Ջո Բայդենին եւ դրա գրողին հիմար անվանել։ Նրանք են դա թույլ տվել։ Դու հիմար ես, եթե նման հարց ես տալիս։ Նրանք ինքնաթիռով եկան հազարավոր այլ մարդկանց հետ, որոնք չպետք է այստեղ լինեին։ Կա օրենք, որի համաձայն գրեթե անհնար է նրանց դուրս անելը։ Դուք չեք կարող նրանց դուրս անել, երբ նրանք արդեն մտել են երկիր։ Նրանք եկել են եւ չեն էլ ստուգվել։ Վենեսուելան ուժեղացրել է պաշտպանական պատրաստականությունը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգով։ Մի արեք սխալ հարձակվելով Վենեսուելայի վրա։ Ժողովուրդը եւ զինված ուժերը պատրաստ է պատասխանել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի, հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է արմատապես փոխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մարտավարությունը ծովային գործողություններից անցնելով նաեւ ցամաքային հատվածներին։ Ամերիկյան առաջնորդի խոսքով Միացյալ Նահանգները շատ շուտով կսկսի կոնկրետ գործողություններ վենեսուելացի նարկոտրաֆիկինգով զբաղվող կասկածյալների ցամաքային երթուղիների արգելափակման դեմ։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակ եւ հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը խուսարկություններ են իրականացրել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի Կիևում գտնվող բնակարանում։ Գործողությունները սկսվում են Սեզամ բացվիր արտահայտությամբ։ Երմակի անունը շոշափվում է նախագահ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալում։ Ազգային հակակոռուպցիոն գրասենյակը ՆԱԲՈ-ն նշել է, որ քննչական գործողությունների մանրամասները շուտով կհրապարակվեն։ Ռադայի պատգամավոր Գոնչարենկոն հայտարարել է, որ ՆԱԲՈ-ն պատրաստվում է Երմակի մեղադրանք առաջադրել։ Նա ասել է, որ Երմակի հեռախոսը կարող է պարունակել հաղորդագրություններ, որոնցով կարելի է եւս նոր 170 քրեական գործ հարուցել։ Ի յուրաքանչյուր նամակագրություն քրեական առանձին վարույթ է, ասել է նա։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավի 8 շրջաններում գտնվող Հեզբոլլահ խմբավորման ռազմավարական թիրախների վրա։ Իսրայելական բանակի խոսնակը հայտարարել է, որ ավիահարվածների կանխարգելիչ բնույթ ունեն։ Գործողության ընթացքում ոչնչացվել են Լիտան գետի հարավում հայտնաբերված ստորգետնյա թաքստոցներ, զինամթերքի պահեստներ եւ հրթիռային կայանքներ, ասել է նա։ Սիրիայի հարավում Իսրայելի հրետակոծության հետևանքով զոհվել է 15 մարդ։ Իսրայելական կողմը նշել է, որ իրականացրել է հատուկ գործողություն, որի նպատակը Ալ-Ջամաա Ալ-Իսլամիա կազմակերպության հետ կապ ունեցող կասկածյալների հայտնաբերումն ու ձերբակալումն է։ Ըստ նրանց բախումը սկսվել է, երբ գրոհայինները կրակ են բացեն զինվորականների ուղղությամբ, ինչը ստիպել է պատասխան կրակով հակադարձել։ Մեկ շաբաթից ավելի տևած ջրհեղեղների հետևանքով Ինդոնեզիայում զոհվել է ավելի քան 84 մարդ, մի քանի տասնյակ տան հետ կորած է։ Հյուսիսային Սումատրայում տարհանվել է 8000 մարդ, իսկ ճանապարհները սողանքի բեկորների պատճառով շարունակվում են փակ մնալ։